մեր ակցիան բողոքի ձայն է ընդդեմ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի հետապնդման, Ավետիք Չալաբյանը այդ հետապնդողներից մեկն է, Ավետիք Չալաբյանը բնականաբար միակը չէ, բազմաթիվ են այսօր մարդիկ, ովքեր եւ կալանավայրերում են եւ նաեւ ոչ կալանավայրերում կամ տնային կալանքի վիճակում կամ հետապնդման տարբեր ձևեր շատ են այդպիսի մարդիկ, ովքեր որ իրենց ազատ խոսքի համար, իրենց կարծիքի համար հետապնդում են կամ խղճի համար հետապնդում են, կրոնական ազատության համար հետապնդում են, շատ են այսօր ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ուզում ենք հերթական անգամ հիշեցնել այս մասին, հիշեցնել արդարադատության մասին, որովհետեւ այսօր հասարակության ուղեղը, միտքը լցնում են տեղեկատվական այնպիսի աղբով, որ մարդիկ կարևոր բաների մասին սկսում են մոռանալ։ Երկրորդականը ավելի շատ է այսօր հնչում եւ երևում, քան առաջնահերթը եւ դրա համար այսօր կարևորագույն հարցերի վերաբերյալ հանրային ուշադրությունը արագորեն շեղում է։ Իսկ մեր պարտքն է գոնե այսպես մեկ ժամանոց ակցիաներով, փոքր ակցիաներով կրկին հիշեցնել հանրությանը, որ մեր շատ քաղաքացիներ, ովքեր որ ունեն բարեկեցություն, ունեն անվտանգություն, դա նաև այն մարդկանց շնորհիվ է, ովքեր որ դրա համար պայքարում են, իրենց ազատ խոսքի համար, ազատ արտահայտվելու համար, ժողովրդավար երկիր ունենալու համար, ցավոք սրտի, որ մեր ձեռքից այսօր տանում են այդ հնարավորությունները, մեր ընտրական իրավունքը ոտնահարում են, Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը ոտնահարում են, Հայաստանի առաքելական սուրբ եկեղեցու ինքնավարությունը եւ իրավունքները ոտնահարվում են եւ շատերը չեն պայքարում, քչերն են պայքարում։ Եթե շատերը չեն պայքարում, քչերն են պայքարում, ապա գոնե անենք այնպես, որ շատերն էլ տեսնեն քչերի պայքարը, որովհետեւ քչերն են այո ավելի հանրապես այդպես է կյանքը, որ քչերն են ավելի համարձակ, քչերի պայքարով հնարավոր է վերջնական կետի հասնել այն վերջնակետին, որի համար պայքարում է ընդդիմությունը։ Ոչ, հնարավոր չէ միայն քչերի պայքարով, բայց այդ քչերը այն կայծն են, այն ուրեմն շարժիչ ուժն են, այն շարժիչն են, որոնք որ պետք է շատերին այս առումով եւ գիտակցությանը տեղ հասցնեն եւ կարողանան ուրեմն առաջնորդել քաղաքացիական իրենց պարտքը կատարելու համար։ Այսօր մեր միջոցառումը հենց այդ պարտքի մասին է։ Յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի պարտքի մասին։ Ինքը պարտքը միայն փողը չի։ Պարտքը նաեւ այն է, երբ որ դու մարդ ես, դու ինչ որ հարցում հաջողություն ունես, կայացած ես, կարևորություն ունես, հա, այդ առումով դա միայն քո շնորհքը չի միայն։ Դա հասարակությունից, մարդկանցից ստացած շնորհ է, որը որ դու որպես պարտավոր ես վերադարձնել։ Ավետիք Չալաբյանը այն մարդկանցից մեկն է, որ առավել քան գիտակցել է դա եւ առավել քան իրավունք ունի մեզ բոլորին հիշեցնելու այդ պարտքի մասին։ Նոր ազգային ժողով ձևավորվեց, արդյոք դուք հետևում եք եւ արդյոք ինչ ակնկալիքներ, ինչ զարգացումների սպասել, ինչ կանխատեսումներ ունեք դուք եւ նաեւ անդրադարձակ կաթողիկոսին նշեմ, որ այսօրվա նիստի ժամանակ, երբ ընդդիմադիրները խոսում էին կաթողիկոսի մասին, իշխանական թևով բոյկոտում էր։ Դուք սա ինչպես եք գնահատում։ Հետևում եմ բնականաբար խորհրդարանին, դեռևս վաղ է գնահատական տալու համար, եթե խոսքը վերաբերում է ընդդիմության գործունեությանը, ես իշխանության գործունեությանը բազմիցս տվել եմ իմ գնահատականը եւ իշխանական падգամավորները այնտեղ որպես падգամավորներ չեն։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանը բոլորին թելադրում է։ Իմ խորին համոզմունքն է դա, այնտեղ մարդիկ չեն, որոնք որ առաջնորդում են սահմանադրությամբ, օրենքներով, իրենց խղճով։ Այնպես որ իշխանական падգամավորներին գնահատական տալու կարիք չկա, նրանցից մի քանիսը ապօրինի են այնտեղ հայտնված, առնվազն մի քանիսը ապօրինի են հայտնված, այնտեղ պետք է լինեին Բարգավաճ Հայաստանի падգամավորները մասնավորապես, բայց ՔՊ-ի падգամավորներն են, շնորհիվ նրա, որ Վահագն Հովակիմյանը եւ նրա գործընկերները թեթև ձեռքով ուրեմն ոտնատակ տվեցին սահմանադրության երկրորդ հոդվածը, իսկ սահմանադրական դատարանը նույն ձևով դակեց այդ ամենը։ Այսինքն վերաբերում է իշխանական ընդդիմադիր падգամավորներին, ապա դեռևս ոչ ողջևորվելու հիմքեր կան, ոչ էլ խորը հիասթափությունների հիմքեր կան։ Առաջիկա ընթացքը ցույց կտա, թե որքանով խորհրդարանական ընդդիմությունը նախ եւ առաջ կօգտագործի իր մանդատը որպես ինստիտուցիոնալ գործիք հանրությանը այլընտրանքը ներկայացնելու համար եւ արտաքին ուժային կենտրոններին եւս
ցույց տալու համար, այլընտրանք ցույց տալու համար, Հայաստանի այլընտրանքը ցույց տալու համար, առաջարկություն ցույց տալու համար։ Առաջիկան դա ցույց կտա, մի փոքր ավելի ուշ կփորձենք այդ ամեն ինչին գնահատական տալ, ընդհանուր առմամբ ամեն դեպքում ես ինքս հակված եմ ընդդիմությանը, ոնց որ ասած, տալ հնարավորություն, շատ չկպնել, չհատվածել, այսպես, իսկ ինչ վերաբերում է կաթողիկոսի Գարեգին II-ի վերաբերյալ իշխանության մեծամասնության դիրքորոշմանը, ինչ ասես մարդկանց մասին, ովքեր որ սեփական քաղաքական կամքից զուրկ մարդիկ են։ Եթե Նիկոլ Փաշինյանը վաղը նրանց հրամայի կաթողիկոսի առջև խոնարհվել եւ երկրպագել կաթողիկոսին, նրանք իրենց այդ նույն ձևով կպայեն, նրանք կամքից զրկված մարդիկ են եւ դրա համար կատարում են այդպիսի պահանջներ։ Ես նրանց մեջից անձամբ մարդկանց եմ ճանաչում ավելի վաղ տարիներից, նույնիսկ համալսարանական տարիներից, որոնց որ հետևելով իրենք կարծես թե այսպիսի դիրքորոշումներ չպետք է ունենան։ Իրենք իրենց չպետք է թույլ տային ավազանի անունով դիմել ամենայն հայոց կաթողիկոսին։ Ես ունեցել եմ այդ տպավորությունը։ Բայց քանի որ իրենք են ընտրել, սա իրենց ընտրությունն է, ուրեմն իրենք իրենց խղճի առջև թող պատասխան տան։ Դրանից Գարեգին II կաթողիկոսի հեղինակությունը չի նսել։ Եվ եւս մեկ հարց, պարոն Սողոմոնյան, արդյոք դուք կիսում եք արտախորհրդարանական ընդդիմության այն տեսակետը, որ ձևավորված խորհրդարանը ոչ լեգիտիմ է եւ ընդդիմադիր եւ իշխանական։ Նայեք, այստեղ մասի ու ամբողջի խնդիր է։ Ընդդիմության առումով ես ոչ լեգիտիմության դեպքեր չեմ տեսել։ Ասում են ձայները ընտրակաշարքով են ստացել։ Իրեք ընտրակաշարքի դեպքեր ես հետաքննող մարմին չեմ, արդարադատություն իրականացնող մարմին չեմ, եղել են այդպիսի հաղորդագրություններ, որոնց հետ կապված գործընթացներ տեղի ունեցել են։ Մի քիչ պայմանական ասած արդարադատությունը, որովհետև այս արդարադատությանն էլ հնարավոր չի հավատալ, էլի։ Պայմանական ասած արդարադատությունը կպարզի, բայց ինձ համար շատ տարօրինակ է, որ այդպիսի դեպքերի վերաբերյալ իշխանական ներկայացուցիչների կատարմամբ այդպիսի դեպքերի վերաբերյալ ոչ մի հաղորդումներ չեն եղել, որ օրինակ ասենք բարեգործության արգելքի խախտման մասին ոչ մի դեպք չի արձանագրվել այն դեպքում, երբ որ օրինակ ես լսել եմ դեպքեր, որ մարզերում տարբեր բարեգործական կազմակերպություններ, ինչ-որ բարեգործություններ անում են, իրենք չեն ասոցացվում իշխանությունների հետ, բայց հաշվապատասխան օղակներում գտնվող մարդիկ իրենց են վերագրում, այսինքն ինչ-որ իշխանության ներկայացուցիչ մարմիններ այդ բարեգործությունը ծածուկ ձևով իրենց են վերագրում եւ դրանով փորձում են ինչ-որ հարցեր լուծել, այսպիսի բաներ ուրեմն ես մարդկանց հետ շփումներում լսել եմ։ Հիմա դրա համար ամբողջ խորհրդարանին ոչ լեգիտիմ կոչել կարելի է պայմանականորեն ասել, քանի որ մեծամասնությունը ոչ լեգիտիմ է, իշխանական մեծամասնությունը այո ոչ լեգիտիմ է, այդ պարագայում կարելի է այդպես անել, բայց մենք ունենք դե ֆակտո ձևավորված մարմին եւ ուզած թե չուզած, ոնց որ ասած, այդ մարմնի ունած օրենքները այդ ամեն ինչը տարածվում է նաեւ մեզ վրա։